Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է շուրջ 517 երկրաշարժ, ամփոփելով արդյունքներն այսօր ասաց Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության պետ Կիմ Բադալյանը։ 2016 թվականի ընթացքում Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության ՊՕԱԿ-ի սեյսմիկ սարքավորումները գրանցել են ընդհանուր թվով 517 երկրաշարժ, որոնք վերաբերում են տարածաշրջանին։ Հիմնականում երկրաշարժերը տեղի են ունեցել Իրան-Թուրքիա պետությունների տարածքներում, հիմնականում Վան, Ուրմիա, Լիճ, Ահար քաղաքների այդ տարածաշրջանում միջին մագնիտուդը մոտ 2,5-3 մագնիտուդով երկրաշարժերը համեմատած 15 թվականի հետ չնչին քանակությամբ մոտ 10 երկրաշարժի քանակությամբ տարբերություն կա։ Ընդհանուր տարածաշրջանը նորմալ է երկրաշարժերի հետ կապված եւ լարումը գնալով կարծես թե ցածրանում է։ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է սեյսմիկ գոտում, իսկ դա նշանակում է ընդհանուր Հայաստանի տարածքը գտնվում է սեյսմավտանգ գոտիում, ինչ առումով Հայաստանի տարածքը աշխարհագրական տեսակետից այնպես է կառուցվել, որ ինքը Հայաստանը գտնվում է երկու խոշոր սալերի, ուրեմն հարավից արաբական, իսկ որը շարժվող սալ է կոչվում, իսկ հյուսիսային մասից եվրասիական սալերի միջև։ Հայաստանը գտնվում է այդ երկու սալերի արանքում, ընդ որում երբ սալերից մեկը անշարժ է, մյուսը շարժվող, իսկ այդ շարժվողը մոտ տարեկան շարժվում է ըստ գիտնականների արդյունքների եւ ուսումնասիրության արդյունքների շարժումը տեղի է ունենում տարեկան մոտ 10-20 մմ արագությամբ։ Այդ շարժումների հետևանքով փաստորեն մեր տարածքը ձվի նման ճնզվում է։ Այդ երկրաշարժերը հիմնականում դրանից են առաջանում։ Ծառայությունն ունի հաստատված տարեկան պլան, որով առաջնորդվում է իր աշխատանքներում, բայց լինում են նաև ոչ պլանային միջոցառումներ։ Հիմնականում աշխատանքները ուղղված են սեյսմիկ վտանգի, սեյսմիկ ռիսկի եւ դրա հետ կապված սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների հետ։ ՊՕԱԿ-ը ունի շենքերի շինությունների սեյսմականության բաժին, որը զբաղվում է մարզի բոլոր քաղաքների շենքերի շինությունների եւ ցանկացած կառույցների ուսումնասիրությամբ, տրվում են տեխնիկական վիճակի ուսումնասիրության գնահատական եւ սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատականներ։ Ասեմ, որ բացի Կապան քաղաքի բնակիչների դիմումների եւ մենք ունենք մարզպետարանի եւ քաղաքապետարանի հետ համապատասխան պայմանագրեր, որոնցով իրականացում են ուսումնասիրությունները կապված շենքշինությունների հետ։ Ուրեմն ապրիլ, մայիս եւ նոր նոյեմբեր ամիսներին հենց Սիսիան քաղաքում տրվել են թվով 3 եզրակացություններ, որոնցից մեկը Սիսիանի պետական ազգային սրահը, պատկերասրահը, որը բնակելի տուներ պետք է վերածվեր թանգարանի եւ Սիսիան քաղաքի երաժշտական դպրոցը Մասարյանի անվան երաժշտական դպրոցի այդ երկու շինությունների, իսկ նոյեմբեր ամսին տվել ենք Սիսիան համայնքի Ախալացյան գյուղի անհատական տան, մի հատ ազատամարտիկի անհատական տան վերաբերյալ տեխնիկական եզրակացություն։ Մեծ առաջընթաց է արձանագրվել հատկապես բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնում։ Դասընթացներ կազմակերպում, ուրեմն մարզի հիմնականում Քաջարան, Գորիս, Կապան քաղաքների, ուրեմն նախադպրոցական, դպրոցական եւ ուսումնական բոլոր հաստատությունների, պլյուս հիմնադրամների հետ դասընթացների թեման հիմնականում սեյսմականոններն են, վերաբերվում է սեյսմիկ վտանգի, այսինքն մինչև երկրաշարժը, երկրաշարժի ժամանակ եւ երկրաշարժից հետո։ Եթե 88-ի երկրաշարժը մեծ կորուստների պատճառ է դարձել, ապա նաև նրա համար, որ ցածր էր մարդկանց իրազեկվածության մակարդակը երկրաշարժից պաշտպանվելու վերաբերյալ, այսօր սակայն պատկերն այլ է։ Ճիշտ է, բնականաղետը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, եւ ասել, թե վաղ չկա, ճիշտ չի լինի, բայց եւ այնպես կարծես, թե քիչ-քիչ սովորում ենք հաշտ ապրել երկրաշարժի հետ։
Կարելի է ասել, որ արդեն ժողովուրդը հասկանում են մանավանդ երեխաները, որովհետև այդ դասընթացների ընթացքում մեր աշխատակիցները, հատկապես երեխաների պահով, դեռ կազմակերպվում են բացի դասընթացները վիկտորինաներ կապված երկրաշարժի թեմայի հետ, երեխաներին տրվում է բաց թեմայով նկարչության նման մի բան եւ երեխաները նկարում են իրենց պատկերացումներով թե ինչ կարող է պատահել երկրաշարժի ժամանակ այդպիսի դասընթացների եւ վիկտորյանիների ուրեմն հարցերից պատասխաններից տեստային արդյունքներից եզրակացնելով կարելի է ասել, որ այո ժողովուրդը արդեն տիրապետում է նման հարցերին։ Եթե խոսելու լինենք շենք շինությունների սեյսմակայունության մասին, ապա մեծ հույսեր պետք է չունենանք։ Քանի որ հիմնականում ուրեմն ցանկացած քաղաքում, ոչ միայն մեր Կապան քաղաքում շենք շինությունները բազմաբանական բնակելի շենքերը կառուցվել են դեռևս խորհրդային տարիներին, բնականաբար այն ժամանակվա շինարարական նորմաները չեն համապատասխանում այսօրվա շինարարական նորմաների հետ։ Իմիջիալոց ասեմ, որ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից մեր կողմից էլ հատկապես նախարարի հրամանով եւ կառավարության կողմից այսօր կազմվում է աշխատանքներ են շարունակում սեյսմիկ շրջանացման քարտեզի վրա, այսինքն դա ինչ է նշանակում, տրվում է մոտավոր երկրաշարժերի բնույթը, որ տարածքում ինչ բալի կարող է հասնել, համեմատելով մինչև ասենք 88 թվականի Սպիտակի երկրաշարժը եւ այսօր Հայաստանի ամբողջ տարածքը խորհրդային տարիներին 1 բալ իջեցվել է, իսկ այսօրվա գնահատականներով 1 բալ բացացվել է ամբողջ Հայաստանի տարածքը եւ բնականաբար շինարարությունը եւ կատարված եւ կատարվող շինարարությունները չեն համապատասխանում այսօրվա նորմաներին, որովհետև վերջին շինարարական նորմաները տրվել են եւ հաստատվել են 2006 թվականին։ Բնականաբար շինությունը չի կարող, ասենք 88-90 թվականի կազմած շենքը չի կարող համապատասխանել այսօրվա նորմաներին եւ բացի այդ կան բացի շինարարական նորմաները կան նաեւ անորակ շինարարություն, դե ասենք ցեմենտի եւ այլն հետ կապված։ Մեր օրերում կառուցող բոլոր շինությունները ցանկացած շինություն ուրեմն կազմում են այսօրվա նորմաներով, սեյսմիկ նորմաներով եւ համապատասխանում են այսօրվա բոլոր քաղաքաշինության նորմաներին։ Իսկ կառուցողները ասենք հիմնականում էլիտար շենքեր բան նախագիծը կազմելուց բնականաբար հաշվի առնում սեյսմակայունությունը։ Ինչ անել երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ եւ երկրաշարժից հետո։ Ահա այն 3 կարևոր նախապայմանները, որ պետք է լավ սերտած լինի յուրաքանչյուր ոք։ Այդ գիտելիքներն էլ կօգնեն կողք կողքի ապրել երկրաշարժի հետ։ Դեկտեմբերի 21-ից Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկել է Մոխրոտը ամանորյա ներկայացման ցուցադրությունը։ Այն Կապանի թատրոնի նվերն է կապանցի երեխաներին եւ բոլոր նրանց, ովքեր կցանկանան դիտել ներկայացումը։ 21-ից ենք սկսել, ներկայացման փորձերը մի փոքր հետաձգվեց, ավելի գեղեցկացնելու պարեր, ավելի մաքրելու համար եւ 21-ից արդեն սկսել ենք ներկայացումները։ Օրը 2 սեանս ներկայացումներ ենք խաղում, տոմսերը արդեն գրեթե չկան, սպառվել են, 8 ներկայացում գնել է World Vision Armenia Սյունիքի մարզային ծրագիրը, իրենց գումարներով երեխաների նվերներ են անում, ներկայացումը նվիրում են երեխաներին, շատ հաճելի ծրագիր են անում եւ ներկայացումները գնել են իրենք, 8 ներկայացում, մի քանի սեանսներ արդեն տոմսերել են վաճառվել, համարյա թե տոմսեր չեն մնացել եւ լեփլեցուն դալիճով խաղում ենք ներկայացումը։ Ներկայացումը ցուցադրվում է օրական 2 անգամ, 3 երկրորդ ցուցադրությունը բարեգործական էր։ Այս ներկայացումը ժամը 16:00-ի երկրորդ սեանսն է, որտեղ ներկայ լինելու մենք հրավիրել ենք հրավիրատոմսերով երկրապահ օրականների միության անդամների, երկրապահների, թորնիկներին, զորամասի սպաների երեխաներին, անապահով խավից երեխաներ,
որպեսզի նրանք էլ մաս կազմեն այս գեղեցիկ հեքիաթի, այս տոնի, մենք մեր պարտքը, մեր պարտականությունը դեպի հայոց բանակը, դեպի հայրենիքը պաշտպանող երկրապան եւ դեպի այն երեխաներն, ովքեր այդ ֆինանսական հնարավորությունը չունեն մասնակիցը դառնալու, անպայման կատարում ենք եւ կատարելու ենք։ Փոքրիկ հանդիսատեսի արձագանքը տեսնելով պարզ է դառնում, որ ճիշտ ստեղծագործություն է ընտրվել։ Կապանցի երեխաները սիրեցին ներկայացումը։ Այն ուղեկցվում է հագեցած դահլիճներով եւ բուռն ծափահարությամբ։ Արձագանքներից երեխաների թե ներկայացման ընթացքում ռեպլիկների տեսքով դեպի ուղված դերասանները, թե ներկայացումից հետո ծնողների հիացական խոսքերով մեր սիրտը տեղ ընկավ եւ համոզվեցինք, որ այո, ճիշտ էր Մոխրուտի ընտրությունը, որ այո, ճիշտ էր դերաբաշխումը, որ այո, ճիշտ է զգեստները, ճիշտ էր բեմանկարչությունը, որ մարդիկ իրոք հավանել են ներկայացումը եւ սա շատ կարեւոր բան է, որովհետեւ ներկայացում անում ենք ի վերջո հանդիսատեսի համար, ի վերջո մատուցում ենք հանդիսատեսին, հանդիսատեսն էլ պետք է գոհ լինի։ Իսկ ես նշեմ նաև իմ փորձից ելնելով, որ կապանցի հանդիսատեսը չափազանց խստապահանջ հանդիսատես է, իսկ համայն աշխարհի թատերական գործիչները գիտեն, որ երեխային բավարարելը, երեխայի գեղագիտական ճաշակը բավարարելը, դա մի այլ կարգի դժվար բան է, որովհետև մեծին կարող ես ինչ-որ բանով խաբել, երեխային երբեք։ Երեխային չես կարող, երեխան ավելի մանրակրկիտ է նայում, ավելի շատ է դետալներին ուշադրություն դարձնում եւ երեխային բավարարելը, երեխային համոզելը դա շատ բարդ բան է։ Եթե մեր կոլեկտիվը, ստեղծագործական անձնակազմը, նկարիչը, թատրոնի կարողացան համոզել երեխաներին, որ սա պալատ է, որ ամեն ինչը հեքիաթ է, ուրեմն այո, մի բան ստացվել է։ Իսկապես ներկայացում խաղալ մանուկների համար շատ բարդ է, որովհետև մանուկները ավելի անմեղ, ավելի մաքուր ջինջ էակներ են ու ամեն մի թերություն նրանք ավելի շուտ են նկատում, քան մեծահասակները։ Բնականաբար ինքնից ներկայացում խաղալը ավելի է մի փոքր բարդանում։ Դրա համար անում ենք ամեն ինչ, ամեն հնարավորը փորձում ենք դարձնել ավելի հեքիաթային, որպեսզի կարողանան գրավել մեր փոքրիկ հանդիսատեսին։ Խաղում եմ արքայազնի դերում, փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի երեխաներին տալ միայն գեղեցիկը, բարին, ճիշտը ու ամենակարևորը ուժեղ ու նպատակասլացությունը։ Շնորհավորում եմ բոլոր կապանցիներին, բոլոր համայն հայությանը, թե Հայաստանում, թե դրսում ցանկանում եմ միայն երջանկություն, թող 2017 թիվը բերի միայն խաղաղություն ու առատություն բոլորի օջախներում։ Սկզբում դժվար էր ցուցադրել այդ ամբողջը, ժամանակ առ ժամանակ աշխատելով հաղթահարեցի դա։ Բոլոր ժամանակների համար սիրված հեքիաթ է եւ իմ կարծիքով հետաքրքիր է ներկայացումը ոչ միայն փոքրերի, այլև մեծահասակների համար։ Մոխրոտ ներկայացումը մեծ արժեք ունի, այն բարոյախրատական բնույթ է կրում եւ սիրով հրավիրում ենք դիտելու ներկայացումը։ Շնորհավորում եմ բոլորին եւ ցանկանում եմ, որպեսզի հաջող լինի նոր տարին եւ բեղում նոր հաջողություններով։ Մոնա Փարսադանյանն էլ խաղացել է Մոխրոտի խորթքրոջ դերը։ Սա Մոնայի առաջին դերն է։ Իդեպ նա Կապանի արվեստի պետական քոլեջի թատերական բաժնի առաջին կուրսի ուսանողուհի է։ Իմ կերպարը բացասական կերպար է, փորձել եմ փորձերի միջոցով այն ստեղծել, ավելի շատ այդպեսին չեմ, բայց ձգտում եմ ավելի սրացնել եւ ավելի վատ կերպար ստանալ, բայց արդեն ներկայացման վերջում երևաց, որ հաղթում է բարին եւ ամեն ինչում հաղթում է բարին եւ չարը միշտ պատժվում է։ Երկար պատրաստությունն ու չարչարանքն այսօր տալիս են իրենց պտուղները։ Ներկայացման ռեժիսոր Արթուր Գաբրիելյանն ուրախ է։ Հանդիսատեսն իսկապես վայելում է, ասում է նա։ Շնորհավորում եմ համայն հայ ժողովրդին, իհարկե մեր սյունեցիների, մեր կապանցիների գլխավորությամբ եւ կապանցիներին ցանկանում եմ երջանկություն, ցանկանում եմ սեր, ցանկանում եմ խինդ, թող մեր քաղաքը, այս լեռնային փոքրիկ քաղաքը ծվարած լեռների գրկում, ողջու եւ վաչագանի ափերին ավելի երջանիկ լինի, մարդիկ ավելի շատ սիրեն իրար, մարդիկ ավելի ջերմ լինեն միմյանց հետ եւ փողոցում քայլելիս տեսնենք, որ մարդիկ ժպտում են իրար, մարդիկ սիրում են իրար, մարդիկ ջերմ են, փայլեն մեր երեխաների աչիկները, որքան հնարավոր է սոցիալական հոգսերից զերծ լինենք, որքան հնարավոր է լինենք երջանիկ, լինենք պարզ, լինենք ընկերասեր։ Ներկայացումը ցուցադրվելու է ինչպես նախատոնական, այնպես էլ հետտոնական օրերին։ Ուստի կապանցի բոլոր փոքրիկներն էլ հնարավորություն կունենան դիտելու այն։